Շատերը կարծում են, որ ուրախությունն ու ծիծաղը փոխկապակցված են։ Սա նշանակում է, որ եթե սրտումդ խնդություն է, ապա դեմքիդ անպայման ծիծաղ կա։ Բայց արդյոք ծիծաղն ուրախության բավարար արտահայտումն է։ Միթե պարտադիր է ծիծաղել, երբ ուրախ ես։ Իրականում անուրախ ծիծաղն ավելի շատ է պատահում, քան ուրախությանը, առանց ծիծաղի։ Անուրախ ծիծաղը կեղծ կամ ձևական ծիծաղն է, որի օրինակներից են քծնող մարդու շողոքորթ ծիծաղը, կնոջ հմայող ծիծաղը, իշխողի սառը ծիծաղը։ Խինդ ու ծիծաղ բառակապակցությունը շատ խոսուն է։ Ուստի հաճախ ենք մեջբերում ու չենք մտածում, թե այս բառերի միությունը ինչ թերություններ ունի։ Այսօր հանկարծ կասկածեցի բառերին։ Ինչու պիտի ուրախությունն ուղեկցվի ծիծաղով, եթե կարելի է թաքուն երջանիկ լինել։ Ուրախությունն ինքդ քո զգացմունքներին հավատարիմ մնալն է։ Եթե պետք է ծիծաղով ուրիշներին ցույց տաս ուրախությունդ, ապա այդ ուրախությունն այնքան էլ հավատարիմ չի քեզ։ Հետևաբար, ծիծաղով արտահայտվող ուրախությունն այլ մարդկանց մոտ հույզեր առաջացնելու համար է։ Այդ ծիծաղն իսկական չէ, քանի որ ժխտում ենք այլ մարդկանց պատկերացրած իրական ծիծաղը։ Հետևաբար, բոլոր ածականները, որոնք տրված են ծիծաղ բառին, դժվար է ընդունել։ Այսպիսով, դուք կարող եք հարցնել ինձ, ապա ո՞րն է իրական ծիծաղը։ Թույլ տվեք պատասխանել։ Իմ գովաբանածը մենակ ժամանակվա ծիծաղն է։ Դուք երբևէ առանց որևէ մեկի ներկայության մենակ ծիծաղել եք։ Երբ ասում եմ մենակ ծիծաղն է իսկական ծիծաղը, ծիծաղի հիմնամասը գուցե համարեք չափազանցնում եմ։ Լինում է քայլում ես դաշտերում կամ հանգիստ նստած ես սենյակումդ ու շատ իժնայում ես հեռու սարերում ճախրող թռչունին, կամ ծխախոտի ծխին ու մի պահ ծիծաղում ես։ Անձայն ծիծաղը լավ է, բարձր ձայնով ծիծաղը նույնպես։ Չէ որ ծիծաղում ես ոչ նրա համար, որ ինչ-որ մեկին ծիծաղացնես, ոչ էլ որևէ դերի համար։ Պարզ ասած ծիծաղում ես, որովհետև այդպես ես ցանկանում։ Ոչ ոք չի գտնվում քո առջև, ում կհետաքրքրի ծիծաղիդ պատճառը։ Սա ամենասրտանց ու ամենահաճելի ծիծաղն է։ Գուցե այն որևէ ուրախության պոռթկում է, բայց ամենակարևորը, որ այլ մարդկանց համար չէ։ Պետք է ուրախությունն ու ծիծաղն անջատել իրարից, ամենակիչը գոնե հեռացնել։ Պատմության մեջ շատերն են սիրել ծիծաղել։ Նիցշեի գրքերից մեկում ասվում է. Մայսունը հանկարծ սկսեց ինքն իրեն ծիծաղել։ Մարդիկ հարցրեցին նրան. «Քեզ հետ մարդ չկա, ինչու ես ծիծաղում»։ Մայսունն ասաց. «Հենց այդ պատճառով»։ Ամեն անգամ այս հատվածին հասնելով միշտ մտածում եմ, թե սա որքան իմաստալից է, որովհետև Նիցշեն հետաքրքիր կերպով է մեկնաբանում մենակ ժամանակվա ծիծաղը։ Կարծում եմ, իսկապես ծիծաղել կարողացող մարդը հաստատ չի ցանկանում մյուսներին ցույց տալ իր ծիծաղը։